Ողջույն բոլորին, եկեք այսօր միասին պատրաստենք սիգձուկ բանջարեղենով։ Ձուկը պետք է պատրաստենք ջեռոցում, որի արդյունքում ստանում ենք առողջարար, լավ համեմված, սննդարար, շատ շքեղ ուտեստ։ Սիգձուկը բանջարեղենով պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։ Այս անգամ ես վերցրել եմ սիգձուկ, սակայն նման եղանակով կարելի է պատրաստել նաև իշխան ձուկը։ 600-ից 700 գրամ կարտոֆիլը երկարությամբ բաժանում ենք 4 հավասար մասերի։ Հարգելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, չմոռանաք նաև հավանել տեսանյութը։ Վերցնում ենք համապատասխան տարա և կարտոֆիլը լցնում ենք մեջը։ Օղակաձև կտրատում ենք 2 միջին չափի գազար։ Բանջարեղենը կտրտելուց հետո պետք է առանձին համեմենք, որի վրա և պետք է դնենք սիգձուկը։ Հարգելիներս, հայկական խոհանոց ալիքում կա նաև սիգձուկը պատրաստելու մի քանի այլ բաղադրատոմսեր, բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք նաև սիգձկան անմահական խաշլամա, կոտլետներ, ինչպես նաև սիգձուկը պատրաստված սոյայի սոուսով։ Վերցնում ենք մեկ բուլղարական պղպեղ, հեռացնում ենք սերմնատուփը և նույնպես կտրատում ենք։ Կարող եք օգտագործել տարբեր գույների բուլղարական պղպեղներ, այդպես ուտեստը ավելի գույնզգույն կստացվի։ Կտրտած պղպեղը ավելացնում ենք մնացած բաղադրիչների վրա և մարանցնում ենք 1 մեծ գլուխ սոխ։ Սոխը ես կտրտում եմ կիսալուսնաձև, կարող եք նաև մարանցնել օղակաձև։ Քանի որ ուտեստի մեջ ավելացնելու ենք 2 լոլիկ և չորացրած ռեհան, այդ պատճառով պետք է ավելացնենք 2 ատամիկ սխտոր։ Լոլիկը շատ համեղ է չորացրած ռեհանի և սխտորի հետ։ Կարելի է ասել, այս 3 բաղադրիչը շքեղ համ ստանալու համար անբաժան են։ Այս ուտեստի ամենահամեղ մասը բանջարեղենային մասն է, այնպես որ բանջարեղենները ավելացրեք առատորեն։ Մարանցնում ենք 2 լոլիկ և ավելացնում ենք մնացած բաղադրիչների վրա։ Հարգելիներս, հայկական խոհանոց ալիքում շուտով կպատրաստենք նաև սիգձկան և իշխան ձկան խորոված, այնպես որ բաժանորդագրվեք հայկական խոհանոց ալիքին, ձեզ սպասվում են շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ամբողջ բանջարեղենը մարանցնելուց հետո բանջարեղենի վրա ավելացնում ենք 3-ից 4 ճաշի գթալ ձիթապտղի ձեթ, ավելացնում ենք աղյս ճաշակի, կարմիր քաղցր պղպեղ և սև պղպեղ։ Չենք մոռանում ավելացնել նաև 2 թեյի գթալ չորացրած ռեհան։ Բոլոր բաղադրիչները մի լավ խառնում ենք, արդեն իսկ անուշ բույր է տարածվել։ Ջեռոցում պատրաստված ձուկը և բանջարեղենը ստացվում է ավելի առողջարար և սննդարար, իսկ ահա ուտեստի գույները հիասքանչ են։ Բանջարեղենը մի կողմ ենք դնում և սկսում ենք համեմել սիգձուկը։ Ես վերցրել եմ 1,5 կիլոգրամանոց հսկա սիգձուկ, այս եղանակով կարող եք պատրաստել նաև մանր ձկները։ 2-ից 2,5 սմ հեռավորության վրա ձկան վրա կտրվածքներ ենք անում։ Այս կտրվածքները կօգնեն, որպեսզի մեր պատրաստած թանձրուկը լավ ներթափանցի ձկան մեջ և արդյունքում ունենանք լավ համեմված սիգձուկ։ Երբ ձուկը արդեն պատրաստ լինի, այս կտրվածքների մեջ կդնենք թարմ կիտրոնի կտորներ։ Ձկան համար թանձրուկ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 2 ճաշի գթալ թթվասեր։ Թթվասերի փոխարեն կարող եք վերցնել նաև 2 ճաշի գթալ մայոնեզ։ Ավելացնում ենք նաև 1 թեյի գթալ կարմիր քաղցր պղպեղ, 1 թեյի գթալ սև պղպեղ և 1,5 թեյի գթալ աղ։ Քանի որ սիգձուկը ցածր յուղայնություն ունի, ավելացնում ենք 1 ճաշի գթալ ձիթապտղի ձեթ և կես կիտրոնի հյութ։ Խառնում ենք բոլոր բաղադրիչները և այս համեղ թանձրուկով ամբողջությամբ պատում ենք սիգձուկը։ Աշխատում ենք բաց տեղեր չմնան, որպեսզի ձուկը համեղ ստացվի։ Դե էլ ինձ սիգձուկ առանց հայկական ավանդական թարխունի։ Ձուկը ամբողջությամբ թանձրուկով պատելուց հետո ձկան մեջ դնում ենք կես կապ թարխուն։
Ձուկը ավելի համեղ կստացվի, եթե թանձրուկով պատելուց հետո թողնեք ձուկը մնա 1-2 ժամ։ Ձուկը ամբողջությամբ թանձրուկով պատելուց հետո վերցնում ենք ջեռոցի տապակը, մեջը լցնում ենք մեր պատրաստած բանջարեղենը և վրան դնում ենք արդեն համենված ձուկը։ Այս ուտեստի գույները բավականին գայթակղիչ են, իսկ թե որքան համեղ է ստացվում կհասկանա, երբ պատրաստեք ինքներդ։ Բանջարեղենի վրա դնում ենք ձուկը, ավելացնում ենք մնացած թանձրուկը և ձուկը դնում ենք նախապես 180°C տաքացված ջեռոցի մեջ և թողնում ենք 35-ից 40 րոպե, մինչև ձուկը գեղեցիկ կարմրի։ Հարգելիներս, սիկ ձուկը մեկ անգամ այս եղանակով պատրաստելուց հետո կսկսեք հաճախակի պատրաստել, քանի որ այս եղանակով ստացվում է ավելի համեղ, քան երբ տապակում ենք ձեթի մեջ։ Արդեն անցել է 40 րոպե և տեսեք, թե ինչ հրաշալի տեսք ունի մեր պատրաստած ուտեստը։ Այն կտրվածքների մեջ, որոնք նախապես էինք արել, տեղավորում ենք թարմ կիտրոնի կտորներ։ Այս ուտեստի ամենահամեղ մասը բանջարեղենային մասն է, իսկ թե որքան համեղ և հյութալի է ստացվում ձուկը, կհասկանաք, երբ պատրաստեք ինքներդ։ Ահա և մեր ուտեստի վերջնական տեսքը, ստացվել է շատ համեղ և ախորժելի, իսկ թե որքան համեղ է ստացվել ձուկը, նկատեք ինքներդ։ Ձուկը մատուցելիս ուտեստի վրա ավելացնում ենք թարմ մարացրած կանաչիներ։ Պատառաքաղով համերի ծաղկաքաղ ենք անում, մի փոքր ձուկ, բանջարեղեն և բերանում ստանում ենք համերի հրավառություն։ Դե ինչ հարգելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։